Օրի մասին հաղորդաշարն է եթերում, բարև ձեզ։ Այսօր մենք կխոսենք Հաշտարանների պալատի գործունեությունից, իսկ հիմյուրը պալատի փոխնախագահ Անի Մկրտչյանն է։ Բարև ձեզ, Տիկին Մկրտչյան, շնորհակալ ենք շատ մեր հրավերն ընդունելու համար։ Նախ ասեմ, որ հաշտարարությունը համագործակցային գործընթաց է, որտեղ վեճը լուծվում է ոչ թե մրցակցության եւ հակամարտությունների միջոցով, այլ կողմերն են գալիս հաշտարարի օժանդակությամբ եւ օգնությամբ իրենց համար ցանկալի լուծման։ Հաշտարարության process-ը բխում է երկուսի շահերից, ոչ թե որևէ մարմին է ընդունում որոշում երկուսի փոխարեն եւ լինում է այստեղ հաղթողներ եւ պարտվողներ, այլ երկուսը գալիս են բանակցության դաշտ եւ միասին փոխզիջման շնորհիվ կազմում են պայմանագիր, որը որ բխում է բոլորի շահերից։ Հաշտարարության ամբողջ էությունը սա է բանակցությունների միջոցով գալ ցանկալի արդյունքի, որը բխում է բոլոր կողմերի շահերից։ Հայաստանում ինչպես եւ ինչու է արդիական դարձել այս մասնագիտությունը, եթե չեմ սխալվում, եվրոպական մի շարք զարգացած երկրներում ինստիտուտը վաղուց է աշխատում եւ բավականին այսպես արդյունավետ է աշխատում։ Հայաստանում հաշտարարությունը դարձել է արդիական մի շարք գործոններով պայմանավորված։ Նախ դատաիրավական ոլորտում բարեփոխումների արդյունքում է այս ինստիտուտը փորձում զարգանալ ու կայուն հիմքեր ներդրվել Հայաստանի Հանրապետությունում, երկրորդ դատարանների ծանրաբեռնվածությունը շատ ահռելի է եւ արդյունքում վեճեր են լինում, որը որ գուցե տարիներ տևի, որի համար կողմերը դիմել են դատարան ու մինչեւ դատարանի որոշումը, վերջնական որոշման կայացումը այլ արդիական չլինի վեճը։ Կողմերի հարաբերությունները, փոխհարաբերությունները սրվում են գնալով, բայց վեճի արդյունքը արդեն արդիական չի լինում կողմերի համար։ Այս հիմքով կդատարանների կես ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար, ինչպես նաև Հայաստանում երկխոսության մշակույթը ձևավորելու համար հաշտարարության ինստիտուտը փորձում ենք զարգացնել եւ կայունացնել։ Մի քիչ դժվար է երկխոսությունը հայկական իրականության մեջ սահմանել, կարծում եմ բավականին դժվարություններ եք ունենում այդ ճանապարհին, մի փոքր խոսենք դրանցից եւ առհասարակ հասկանանք ինչ հարցերի շրջանակներում, եթե ընդհանրական բնականաբար ներկայացնելու լինենք, ինչ հարցերի շրջանակներում մարդիկ կարող են ձեզ դիմել։ Այս պահի դրությամբ հուլիսի 1-ից սկսած Հայաստանի Հանրապետությունում պարտադիր հաշտարարության ինստիտուտն է գործում, այսինքն ամուսնաընտանեկան վեճերով կողմերը պարտավոր են անցնել արտադատական փուլ, անցնել հաշտարարության գործընթացը եւ չստացվելու դեպքում միայն գնալ դատարան։ Ինչ է սա նշանակում, ամուսնաընտանեկան գործերով, դրանք են ամուսնալուծություն, երեխայի բնակության վայրի սահմանում, տեսակցության կարգի սահմանում, համատեղ գույքի ընթացքում, համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույքի բաժանման հարցերով կողմերը պարտավոր են նախ դիմել հաշտարարի, հաշտարարական գործընթաց սկսվի, եթե ունեցան համաձայնություն շատ ավելի լավ կողմերի համար, համաձայնությունը հաստատվելուց հետո 7-օրյա ժամկետում ուղարկվում է դատարան, դատարանը դա հաստատում է ու այդ համաձայնությունը ունենում է կատարողական ուժ։ Եթե չունեցան համաձայնություն, հաշտարարը տալիս է ավարտի արձանագրություն, որ հաշտարարության գործընթացում կողմերը չեն կարող գալ համաձայնության եւ կողմերը իրավունք են ունենում ավարտի արձանագրությունը դիմելու դեպքում դիմել դատարան։ Եթե չեմ սխալվում, նաև վերջերս նախագիծ կար աշխատանքային վեճերի լուծման առումով, իհարկե դա չէր վերաբերում գործադուլներին, չէր վերաբերում կոլեկտիվ այդպես խնդիրներին, այլ անհատական դեպքերում նախագիծ է ընդհանրապես, սրա մասին կա որևէ մանրամասներ առհասարակ։ Այս պահի դրությամբ նախագիծը շրջանառվում է մի փոքր այլ մեկնաբանությամբ ու այլ տեսանկյունից փորձում է ստեղծել հանձնաժողով տեսչական մարմնի կից, ով կիրականացնի աշխատանքային վեճերը, բայց դա ընդհանրապես նախագիծ է եւ հուսանք զարգացումները այնպիսին կլինեն, որ աշխատանքային վեճերը եւս կբերեն հաշտարարության դաշտ։ Ինչ արդյունքներ ունենք կամ տպավորություններ այսքան տարի գործող ինստիտուտից, որովհետև ի սկզբանե մենք այսպես ֆինանսական մասով էինք պատկերացնում, որ կան հաշտարարներ, հիմա ինստիտուտը, ինչպես ասեցիք, արդեն պարտադիր է դառնում եւ սա բնականաբար նաեւ իր հետ բերելու է որոշ այսպես դեռ սկիզբը դժվար է լինելու համենայն դեպս սովորեցնելու համար, նախ խոսենք այդ տպավորություններից քաղաքացիների համար եւ առհասարակ հաշտարարների տեսանկյունից։
երբ որ պարտադիր հաշտարարության ինստիտուտը ներդրվեց, իսկ դա 2025 թվականի հուլիսի 1-ն է, այսինքն մի քանի ամիս է, որ պարտադիր հաշտարարությամբ հաշտարարները եւ քաղաքացիները պարտադիր գործընթաց են անցնում, շատ դժվար էր համագործակցությունը քաղաքացիների հետ։ Նախ ամուսնաընտանեկան վեճերը այնպիսի վեճեր են, երբ որ արդեն կան լարված փոխհարաբերություններ, արդեն կողմերը չեն կարող մեկը մյուսին հանդուրժել, ու այդ չհանդուրժած իրավիճակում մեկը մեկին տանել չկարողանով գալիս են հաշտարարի մոտ, հաշտարարը փորձում է մաքրել այդ էմոցիաները, որոնք որ տարիների ընթացքում տակվել են, վերհանել փաստերն ու իրական կարիքները ու բերել բանակցային դաշտ։ Շատ դժվար է, բայց ստացվում է։ Մենք հիմա ավելի քան պարտադիր հաշտարարության շրջանակներում դիմումներ ունենք 370, որից 130-ը ընթացքի մեջ են եւ վեճերի շուրջ 25%-ը ավարտվում է հաշտության համաձայնությամբ, այսինքն պայմանագրով կողմերի միջև կնքված։ Ես այս կոնտեքստում ուզել եմ մեկ բան նշել, որ հաշտության համաձայնությունը չի նշանակում կողմերի հաշտեցում։ Ամուսնաընտանեկան վեճերով դիտարկենք, չի նշանակում, որ կողմերը պետք է հաշտվեն եւ միասին շարունակեն ապրեն կյանքը։ Հաշտության համաձայնությունը դա կողմերի միջև պայմանագիր է, որտեղ յուրաքանչյուր կողմ թելադրում է իր պահանջը, իր կարիքը, դա ձևակերպում է փաստաթղթային, հաշտարարը դա հաստատում է, այնուհետև օրենսդրությունը թույլ է տալիս, որպեսզի դա դիմեն դատարան հաստատման այդ հաշտության համաձայնությունը եւ ինքը ունենա կատարողական ուժ, այսինքն նույն ուժը, ինչ վճիռը, երբ որ վեճը գնում է դատարան։ Հետաքրքիր այլ նշեցիք, որ 300-ից ավելի դիմումներ կան արդեն, կա նման վիճակագրություն, որտեղից են ավելի շատ դիմում։ Երևանում ենթադրում եմ, որ երևի ավելի շատ ակտիվություն կլինի։ Մարզեր հասել է արդեն այդ պարտադրանքը ճակերտավոր ասած։ Այո, բավականին շատ են նաև մարզերից, վիճակագրությունը թվում է, թե Երևանում ավելի շատ կլինեն, բայց մարզերից էլ բավականին շատ դիմումներ ունենք, ասեմ նաև նույնիսկ տարիքային շերն է տարբեր։ Եթե մենք նախկինում մտածում ենք, որ գուցե 20-ից մինչև 40 կամ 45 տարեկանն է հնարավոր ամուսնաընտանեկան վեճեր ունենան, բայց հիմա նույնիսկ գործեր ունենք, երբ որ 60, 63, 64 տարեկան մարդիկ են դիմում ամուսնալուծության, բույքի բաժանման։ Հիմնական դժվարությունները որոնք են, որ հանդիպում եք առհասարակ այդ ինստիտուտի այսպես կայացման, ավելի լավ կայացման ճանապարհին։ Հիմնական դժվարությունները, որ այժմ գոյություն ունի, մարդիկ դեռ կան մարդիկ, ովքեր այս ինստիտուտը հաշտարարության process-ը գործընթացը դիտարկում են զուտ ձևական արտադատական փուլ։ Այսինքն մտածում են, որ կան հաշտարարության, ասեն, որ իրանք չեն ուզում հաշտության գան ու ավարտի արձանագրություն ստանան, գնան դատարան։ Ինչ որ կարծում եմ վատ զարգացում է, չնայած հաշտարարները եւ հաշտարարների պալատը ամեն ինչ անում է, որպեսզի մոտեցումը փոխվի ու ստացվում է մոտեցումը փոխել եւ հասարակության մեջ եւ փաստաբանական համայնքի մեջ մյուս խոչընդոտը, այսպես ասած, իրազեկվածության պակասն է, տեղեկացվածության պակասը։ Շատ դեպքերում, երբ որ զանգում են քաղաքացիներին, ասում են, որ դիմում ունենք մուտքագրված, որտեղ կա վեճ, խնդրում եմ հրավիրում ենք, որպեսզի կան հաշտարարության գործընթացին մասնակցել, միանգամից փշերով են ընդունում այդ փաստը։ Մինչև դու բացատրում ես, որ դու անկախ, անկողմնակալ անձ ես, հաշտարարը գործի երկով չշահագրգռված անձ է, փորձում է միտված է, փորձել օգնել կողմերին վերհանել իրական կարիքները եւ բերել բանակցային դաշտ, ինքը process է, դժվար process է, բայց ելի եմ ասում, իրականադրելի process է, որովհետեւ հաշտարարական ինստիտուտը այժմ կայուն զարգացման փուլում է։ Այստեղ հաստատ հեռուստադիտողին կհետաքրքրի այդ հարցը, ինչպես դիմեն ձեզ եւ մարզերում էլ ինչպես է կառավարվում այդ գործընթացը, կան արդյոք արդեն գործող հաշտարարներ, թե մայրաքաղաքի միջոցով պետք է անենք։ Չէ, մարզերում ունենք մենք հաշտարարներ, դիմման process-ը բացատրեմ, եթե երկու կողմերը ունեն վեճ, ամուսնաընտանեկան վեճերի մասին խոսենք, որովհետև հիմա պարտադիր է ամուսնաընտանեկան վեճերը։ Ֆինանսականը իհարկե դեռ պարտադիր չէ, դա ցանկությամբ են դիմում, չէ՞, եթե։ Աշխատանքային վեճերն էլ դեռ պարտադիր չէ։ Այո, հասկանալ, դա նախագիծ է դեռ, հա։ Պարտադիր են բացառապես ամուսնաընտանեկան վեճերը։
Եթե կողմերը ունեն վեճ ու ցանկանում են այդ վեճը լուծեն դատական process-ով, նախ պետք է անցնեն հաշտարարության փուլ, ինչպես արդեն նշվեց։ Եթե կողմերի համաձայնություն կա, որ կոնկրետ հաշտարար զբաղվի այդ հաշտարարական գործընթացով, գալիս են, դիմում են հաշտարարին, հաշտարարը դիմումները ընդունում է եւ սկսում է հաշտարարական գործընթացը։ Եթե չկա, ինչը շատ հաճախ է լինում, չկա կողմերի համաձայնությունը, ապա կողմերից մեկը դիմում է արտարադատության նախարարություն mediation.am կայքի միջոցով։ Դիմում է արտարադատության նախարարություն հաշտարար տրամադրելու նպատակով։ Արտարադատության նախարարության համակարգը ինքնաշխատ կերպով ընտրում է հաշտարար, մակագրվում է հաշտարարի գործը, հաշտարարը կապ է հաստատում դիմող կողմի հետ ու սկսվում է արդեն հաշտարարական գործընթացը։ Հաստատ մարդկանց կհետաքրի նաև վճարովի անվճար ծառայություն է դա։ Տեսեք, հաշտարարական գործընթացը ինքը վճարովի ծառայություն է, կառավարության սահմանված ընթացակարգներ կան, որտեղ որ 1 ժամը 25,000 դրամ է, հաջորդող կես ժամը 10,000 դրամ է, դրան հաջորդող կես ժամը ևս 10,000 դրամ է։ Եթե հաշտարարության գործընթացը տևում է 2 ժամից ավելի, ապա հաշտարարն է գին որոշում, այսինքն գին ասում կողմերին։ Եթե չկա համաձայնություն գնի վերաբերյալ, ապա կա խորհրդի կողմից հաշտարարների պալատի խորհրդի կողմից հաստատված գնացուցակով, որով կողմերը եւ հաշտարարը պարտավոր է առաջնորդվել այդ գնացուցակով։ Հիմնական առավելությունները փորձենք այսպես նկարագրել հաշտարարության, եթե դատական գործընթացի հետ համեմատենք, որովհետև ես ոչ մասնագետ լինելով առաջին երևի բանը կարող եմ ասել, որ ժամկետի հարցն է, դատարաններում գործերը բավականին երկար են ձգձգվում, հասկանանք ձեր դեպքում, ձեզ դիմելու դեպքում ինչքան է տևում եւ որոնք են առավելությունները։ Շատ ճիշտ դիտարկում, այո, ժամկետը ամենակարևոր առավելություններից է հաշտարարության ինստիտուտի եւ դատական process-ի տարբերություններից ինքը արագ գործընթաց է, այսինքն մեկ կամ մի քանի հանդիպումների ընթացքում կողմերը կարող են գալ համաձայնության, այդ համաձայնությունը ստորագրվում է կողմերի միջև, հաստատվում հաշտարարի կողմից, որը կարող է 6 ամսվա ընթացքում տրամադրվել դատարանին, ստանալ դատարանը հաստատում է համաձայնությունը եւ այն ստանում է վճռի ուժ եւ կատարման ենթական է, այսինքն պարտադիր կատարողական ուժ ունի։ Սա մեկ։ Երկրորդը հաշտարարության ինստիտուտը գաղտնի է, այսինքն այն ամենը, ինչ ասում է հաշտարարության ժամանակ մնում է կողմերի միջև համաձայնության տեքստը հրապարակային չէ եւ սա շատ կարեւոր է, որ կողմերի անձնական կյանքը կամ եթե օրինակ աշխատանքային վեճ է լինում կամ բիզնես վեճեր է լինում, հրապարակային չեն դառնում, այսինքն հասանելի չեն դառնում այլ երրորդ անձանց։ Մյուսը, որ կողմերը իրենք են գալիս համաձայնության, որևէ կողմ ոչ հաշտարարը, ոչ դատավորը կամ որևէ այլ մարմին չի լուծում իրենց վեճը։ Իրենք են հասնում այն կետին, որտեղ որ փոխադարձ համաձայնությամբ ստեղծում են մի փաստաթուղթ, որը բոլոր կողմերի համար շահեկան է։ Այսինքն այս վեճերում չկա պարտվող եւ հաղթող կողմեր։ Կա լուծում, որը որ շահեկան է բոլոր կողմերի համար։ Եվ վերջինը խթանում է մշակույթ, որը կոչվում է համագործակցության մշակույթ, որը շատ կարևոր է մեր պետության համար։ Փորձենք օրինակներով խոսել, որովհետև այստեղ շատ կարևոր է նաև մեկ այլ բան է, երբ որ մենք տեսականորեն ասում ենք, որ սա կարող ենք անել, սա, մեկ այլ բան է, երբ որ արդեն օրինակներ բերենք որոշ այսպես հարցերի լուծման լավագույն տարբերակները բնականաբար, հասկանալի է, որ միջանձնային հարաբերությունները եւ ոչ բոլոր դեպքերում կարող է այսպես հաջողությամբ պսակվել, էլի, ձեր ասած համաձայնությունը կնքվել։ Օրինակներ բերեք մի քանիս, որպեսզի ավելի հասանելի լինի հեռուստադիտողին, թե որ դեպքում ձեզ դիմեն, իհարկե դուք արդեն նշեցիք բնականաբար, բայց մասնավորեցնենք։ Ես հուլիսի 1-ից հետո իմ առաջին ամուսնաընտանեկան գործով հաշտարարության մասին երևի խոսեմ, զույգերը, հայրը երեխային պահում էր իր մոտ, թույլ չտալով, որպեսզի մայրը կապ հաստատի կամ տեսակցի երեխային։ Ու մայրը դիմում է համակարգի միջոցով, դիմում է հաշտարարին, հաշտարարը ընդգրկվում եմ ես։ Երբ որ կողմերի հետ հանդիպում եմ, ես հասկանում եմ, որ հոր մտադրությունը ոչ թե երեխային
թույլ չտալ մոր հետ տեսակցելը, այլ վախ ուներ ինքը, որ եթե ինքը թույլ տա, որպեսզի երեխան մոր հետ անցկացնի ժամանակ, մայրը կտանի երեխային եւ թույլ չի տա իրեն, որ ինքը տեսակցի։ Այսինքն իրական վախը ոչ թե թույլ չտալ մեր մորը տեսնել երեխային, այլ վախը, որ ինքը կկորցնի երեխային։ Զույգերը 25-26 տարեկան են, երեխային 2 տարեկան, հաշտության համաձայնությամբ, այսինքն պայմանագրով մենք կարողացանք գալ համաձայնության եւ երեխայի տեսակցության կարգի մասով, եւ երեխայի բնակության վայրի մասով, եւ երեխային մանկապարտեզ տանել, բերել խնամքի մասով, այսինքն կողմերը կարողացան գալ ինչ որ կետի, որտեղ որ շահեկան էր երկու կողմերի համար այդ համաձայնությունը։ Այդ համաձայնությունը հաստատվեց դատարանի կողմից ու հիմա ինքը կատարողական ուժ ունի, կողմերը պահել են իրենց փոխհարաբերությունները, չեն շարունակել իրենց համատեղ կյանքը, բայց պահել են իրենց փոխհարաբերությունները ուղղված երեխայի լավագույն շահին։ Այստեղ եւի շատ կարևոր է նաեւ որ adekvat մարդկանց հետ գործ ունենաք, որովհետեւ մենք հենց փոքր քաղաքնում հատկապես շատ ենք լսում դեպքեր, որ այսպես անհանդուրժողականության մթնոլորտում է այդ ամբողջ գործընթացը տեղի ունենում, բնականաբար արդյունքում առաջին հերթին երեխան է դժում։ Ես կարևորում եմ նաեւ այն հանգամանքահաշտարարության, որ կողմերին պետք է բացատրենք համագործակցության չգալու դեպքում վեճի լավագույն այլընտրանքը որն է լինելու եւ համաձայնության չգալու դեպքում վատագույն այլընտրանքը որն է լինելու։ Եթե կողմերը դրանք հասկանում են, ընդունում են, արդեն ստացվում է համագործակցություն։ Հա, իրականում դատական գործընթացը ինքը բավականին չոր այսպես գործընթաց է եւ ինչքան էլ փորձեն այսպես ներկայացնել, բնական է չեն կարող այդ անմիջականությունը ապահովել եւ գուցեև զույգերի շատերը հենց այդ անմիջականության կարիքը ունեն, այդ զրույցի հանգիստ այսպես մթնոլորտի, կարծում եմ որոշ ժամանակ հետո արդեն մենք կկարողանանք այդ փոփոխությանը գալ, խոսենք միտումներից Հայաստանում այդ ինստիտուտի զարգացման, իհարկե դուք արդեն որոշ բաներ ներկայացիք, հիմա փորձենք ավելի մանրամասնել, խոսել համագործակցությունից, այլ երկրների օրինակները փորձենք այսպես ընդօրինակել եւ տեղայնացնել, եթե իհարկե արվում է այդ գործընթացը։ Հայաստանի հաշտարարների ինստիտուտը ձևավորվել ու զարգանում է աստիճանաբար, ինչպես արդեն նշեցի, բայց հետևողականորեն։ Դերևս 2016 թվականին հաշտարարների ինքնակարգավորող կազմակերպությունն է ստեղծվել, 2018 թվականին հաշտարարության մասին օրենքը ուժի մեջ է մտել, սակայն հաշտարարության ինստիտուտը կայուն զարգացում, այսպես ասած, ապրել է 2024 թվականի նոյեմբերից սկսած, երբ կայացել է արտոնագրված հաշտարարների ընդհանուր ժողովը, ընտրվել է հաշտարարների պալատի նախագահ, խորհրդի անդամներ, որոնց թիվը 7-ն է, խորհրդի նախագահ։ Կարծում եմ, որ սա կարևոր ձեռքբերում է, որ կա մի կառույց, ով համակարգում է հաշտարարների գործունեությունը, հետևում վարքագծին, կանոններին, ապահովում վերջինների շարունակական կրթությունը, վերապատրաստումները, որի արդյունքում ունենան կայուն զարգացած ինստիտուտ, որոնք կարող են վեճերը լուծել արտադատական կարգով եւ որոնց լուծման մեխանիզմները շահեկան կլինեն հասարակության բոլոր կողմերի համար, այսպես ասած բոլոր մարմինների համար։ Նշեմ, որ նաեւ արտադրության նախարարության մեծ աջակցությամբ է ինստիտուտը եւ ստեղծվել եւ գործում, որը որ կարևոր երաշխիք է ինստիտուտի զարգացման համար։ Շատ կարևոր հարց է նաև կադրերի համալրումը, մանավանդ հաշվի առնենք, եթե հուլիսի 1-ից պարտադիր է դարձել, արդեն բավականաչափ այսպես կադրերի համալրում, մասնագետների վերապատրաստման այսպես կարիք ունենք, ով է հաշտարարը եւ ինչպես եք այդ համալրումը իրականացնում, վերջում այս զրույցի ամփոփում որպես Հաշտարարն անկախ անկողմնակալ գործի ելքով չշահագրգռված անձ է, ով իրականացնում է հաշտարարություն կողմերի միջև, վեճը հաշտության լուծելու նպատակով, կադրերը արտոնագրված հաշտարարները հաշտարար կարող են դառնալ 25 տարին լրացած բարձրագույն կրթություն ունեցող անձը, օրենքով հստակ սահմանված է, որակավորումը տեղի է ունենում, երբ որ արտարադատության նախարարությունը դասընթացներ է կազմակերպում հաշտարարների որակավորման վերաբերյալ, հաշտարարների մասնակիցները, քաղաքացիները մասնակցում են դասընթացին,
Դասընթացը ավարտվելուց հետո տալիս են քննություններ, որը որ երկու փուլ է, մեկը գրավոր, մյուսը բանավոր, քննությունները հաղթահարելուց հետո արտոնագրվում են, որը որ արտադրության նախարարության կողմից է լինում, արտոնագրվելուց հետո արդեն դառնում են արտոնագրված հաշտարար, այժմ մենք ունենք 125 հաշտարարներ արտոնագրված, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։ Այսինքն այս պահին կադրերի համալրումը կարելի ասել ապահովված է, բավարարում է այն ծավալին, որով որ աշխատում եք։ Այս պահի դրությամբ այո, բայց առաջիկայում նախատեսում ենք համալրել նոր դասընթացներ կազմակերպել նոր հաշտարարներ ներգրավելու նպատակով, հուսով եմ կստացվի։ Չնայած նրան, որ մեր 125 հաշտարարներից 123-ը իրավաբաններ են։ Հասկանալի է։ Շնորհակալություն շատ Տիկին Մկրտչյան զրույցի համար։ Կարևորի մասին հաղորդաշարներ եթերում այսօր մենք խոսեցինք Հաշտարարության ինստիտուտից, իսկ իմ հյուրը հեռավար տարբերակով իհարկե մենք զրուցեցինք պալատի փոխնախագահ Անի Մկրտչյանի հետ։